Ողջույն բոլորին, այսօր հայկական խոհանոցում պատրաստում ենք խնձորով շատ համեղ ծակոտկեն ռուլետ։ Այս ռուլետը թխելու ժամանակ չենք օգտագործում ոչ արևածաղկի ձետ և ոչ էլ կարագ, բայց արդյունքում ստանում ենք շատ նուրբ, խնձորի համով անչափ համեղ ռուլետ։ Սկսենք պատրաստել։ Ռուլետը թխելու համար մեզ անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները։ 4 ձուն հարում ենք 150 գրամ շաքարավազի հետ այնքան, մինչև ծավալը մեծանա 3 անգամ։ Այս ռուլետը շատ համեղ է թարմ խնձորներով, բայց խնձորի փոխարեն կարելի է վերցնել սերկևիլ կամ տանձ։ Այս մրգերով ևս շատ համեղ է ստացվում։ Ձուն և շաքարավազը լավ հարելուց հետո ավելացնում ենք 150 գրամ ալյուր, կես թեյ գթալ վանիլային շաքարավազ և 1 թեյ գթալ փխրեցուցիչ։ Փխրեցուցիչ պատրաստելու բաղադրատոմսը ևս կգտնեք հայկական խոհանոց ալիքում։ Հղումը կթողնեմ նկարագրությունների բաժնում։ Բոլոր բաղադրիչները մի լավ խառնում ենք և պետք է ստանանք ահա նման խմոր։ Խմորը մի կողմ ենք դնում և սկսում ենք պատրաստել միջուկը։ Վերցնում ենք 3 միջին չափի խնձոր և անց ենք կացնում քերիչի խոշոր անցքերով։ Խնձորը քերում ենք այնպես, որ կեղևի հատվածը մնա ձեռքում։ Կարող եք նաև կեղևը հեռացնել դանակի օգնությամբ, ըստ ձեր ցանկության։ Կարող եք օգտագործել ինչպես թթու, այնպես էլ քաղցր խնձորներ։ Երկու դեպքում էլ համեղ ռուլետ է ստացվում։ Ջեռոցի տապակի վրա յուղաթուղթ ենք դնում և քերած խնձորը համաչափ տարածում ենք։ Աշխատում ենք խնձորը այնպես տարածել, որ յուղաթղթի վրա բաց տեղեր ևս մնան։ Դա անում ենք նրա համար, որպեսզի խմոր ավելացնելուց հետո խմորը անմիջապես հպվի տապակի հետ և իդեալական թխվի։ Պետք է նման բաց տեղեր մնան։ Ավելացնում ենք խմորը և տապակը տեղափոխում ենք նախապես տաքացված ջեռոցի մեջ։ Ռուլետը թխում ենք 180 աստիճան ջերմաստիճանում, մինչև երեսը գեղեցիկ կարմրի։ Հարգելիներիս, եթե առաջին անգամ եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակի կոճակը։ Դա ձեզ համար դժվար չէ, իսկ ինձ համար շատ հաճելի է։ Դա օգնում է, որպեսզի ալիքը արագ զարգանա։ Մեր բիսկվիթը արդեն համաչափ կարմրել է։ Տապակի չափով ևս 1 յուղաթուղթ ենք կտրում և բիսկվիթը զգուշությամբ շրջում ենք։ Հեռացնում ենք յուղաթուղթը։ Յուղաթուղթը շատ հեշտությամբ պոկվում է, տեսեք, թե որքան իդեալական է թխվել։ Յուղաթղթի օգնությամբ արագ-արագ փաթաթում ենք և թողնում ենք, որպեսզի հովանա։ Ռուլետի վրա ցանում ենք շաքարի փոշի և մատուցում ենք։ Տեսեք, թե որքան նախորժելի տեսք ունի։ Սա էլ այսօրվա մեր ռուլետի բաղադրատոմսը, առանց կրեմի, ջեմի, կարագի, արևածաղկի ձեթի։ Այսօր էլ այսքանը, պատրաստեք սիրով, եղեք առողջ և օրհնված, ցտեսություն։